Եմ կարող եք սկսել բանալ։ Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի հերթական նիստերի ճեպազրույցի հարգելի մասնակիցներ, թույլ տվեք ողջունել եւ կարեւորել վերջին նիստերի ընթացքում հատկապես կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2025 թվականի արդյունքների զեկույցը եւ քանի որ դա վերջին զեկույցն է այս կառավարության եւ տալ որոշակի գնահատական այն առումով, որ նախ այս զեկույցը ոչ միայն հակասում է 21-26 թվականի ծրագրին, դրա մասին մենք բազմիցս անգամ խոսել ենք, այն առումով, որ այս իշխանությունները իրենց ծրագրային եւ նաեւ գործունեության սկզբնական ժամանակահատվածում Արցախի ինքնորոշման եւ հետագայում նաեւ դեօկուպացիայի, պատերազմից հետո դեօկուպացիայի կողմնակիցներն էին, բայց արել են ուղիղ հակառակը, երեկ ես նաեւ դրա մասին ասացի, ազգային անվտանգության ռազմավարության 425 կետի համաձայն իրենք պետք է ամեն ինչ անեին, որ Արցախի հայ ժողովրդի բռնագաղթեցումը կանխեցին, բայց կատարվեց ուղիղ հակառակը, բայց նաեւ այն, որ ծրագրային շատ դրույթներ վերաբերվող տարբեր ոլորտների, որի մասին իմ գործընկերները խոսել են, չի իրականացվել։ Այս իշխանությունները խաղաղության օրակարգով եկան իշխանության, բայց կատարեցին ուղիղ հակառակը իրենց իրարամերժ գործողություններով, նրանք կարելի ասել ուղղակի տապալեցին բանակցային գործընթացը, երկիրը ներքաշվեց պատերազմի եւ պատերազմի ընթացքում մենք ունեցանք պարտություններ ոչ միայն Արցախում, այլ նաեւ ադրբեջանցիները ավելի արագ հայտնվեցին մեր սահմանամերձ բնակավայրերում, մեր սահմաններում, ուղղակի զբաղեցրեցին մեր ռազմավարական կարևոր կետերը եւ դրանք այսօր հիմա հիմք են հանդիսանում, որպեսզի բանակցային գործընթացում իրենք ունենան առավելություններ։ Ոչինչ չարվեց Արցախի շրջափակումը եւ նաեւ Արցախի հայաթափումը կանխելու համար, ոչ միայն նրանով, որ իրենք Արցախը արդեն ճանաչել էին Պրագայում Ադրբեջանի կազմում որպես տարածքային ամբողջականություն, այլ նաեւ իրենց կրավորական կեցվածքով, նաեւ իրենց խոսույթով, որ Արցախի խաղաղ բնակչությանը ոչ մի սպառնալիք չկա, չնայած նրան, որ Ադրբեջանը ճակերտներով ասած հակաահաբեկչական գործողություններով նաեւ ուղղակի ազդում էր խաղաղ բնակչությանը, ուղղակի նաեւ կորուստներ են ունեցել խաղաղ բնակչության կազմում։ Այսօր մենք ունենք հետեւյալը, որ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մեր առողջ միասնական երիտասարդ եւ զարգացող մարմինը ուղղակի անդամահատված է եւ հաշմված վիճակում, որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաների, ինչ որ քայլերի միջոցով փորձենք մենք լրացնենք ամեն ինչ եւ փորձենք մարմնի մի մասը այսպես վերակազմավորենք, բայց այնուամենայնիվ այդ մարմինը մնում է հաշմված, ես նկատի ունեմ Հայաստանի եւ Արցախի նախկին ամբողջական ինտեգրված իրականությունը։ Այլ բան է հայրենիքի համար անդամահատում ունենալ, հաշմված լինել, դա նույնիսկ պատիվ է, բայց այլ բան է, երբ որ այդ հաշմվածությունը իր ազդեցությունն է ունենում ուղեղի ուրեմն գաղափարապես, հոգեպես հաշմված լինելու։ Սա ինչու եմ ես դա ասում, որովհետև մեր իրականությունը թույլ է տալիս ասելու, որ մենք այսօր գործ ունենք հենց հաշմված տրամաբանությամբ իշխանությունների, որոնք որ բերել են մեր երկրի, մեր ընդհանուր մարմնի շարունակական անկման, նսեմացման վիճակի։ Կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր ժողովրդի գիտակից մասը
կարելի ասել նաև ժողովրդի մեծ մասը այս ամենը գիտակցում է եւ սրա դեմը պետք է առնել, որովհետեւ թույլ չտալով, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2026 թվականի նորից վերարտադրվի եւ նաև տանի մեր երկրի շարունակական անկման, սա նաև ազգային արժանապատվության վերականգնման խնդիր է։ Այսքանը որպես նախաբան եւ պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Երկու հեռուստաընկերություն խնդրեմ։ Պարոն Օհանյան, երեք կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը եզրափակեց այսպես. ժողովուրդը պետք է շունշանգյալներին, քաղաքական բոշաներին ուղարկի քաղաքականությունից դուրս։ Նախ ինչպես եք վերաբերվում այս խոսույթին, ասվածի բովանդակությանը եւ կհաջողվի արդյոք ընդդիմությանը վերջնաարդյունքում ձևավորել իշխանություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մենք ընդհանուր առմամբ դեմ ենք այսպիսի խոսույթին, փողոցային տրամաբանությամբ գործողություններին եւ նաեւ փողոցային բառապաշարին եւ կարծում եմ, որ այստեղ պետք է ամրագրել, որ վերջին 7 տարիների ընթացքում այդ բառապաշարով առաջին հերթին խոսել է հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը եւ իր որոշ գործընկերներ, չնայած նրանով բազմաթիվ անգամ խոսելով քաղաքակրթությունից, բարեկրթությունից, ինքը նաև խախտել է իր այդ բարեկրթության երդման այդ պահը։ Բայց միևնույն ժամանակ մենք նաև դատապարտում ենք յուրաքանչյուր ոչ հարիր խոսք, որը ուղղված է նաև մեր ժողովրդին։ Եթե նույնիսկ կան մարդիկ, որոնք որ այդպիսի տրամաբանությամբ են խոսում, ես գտնում եմ, որ երկրի ղեկավարը պետք է վեր կանգնի այդ ամեն ինչից եւ երկրի ղեկավարը պետք է բացառի այդպիսի խոսույթ, ինքը դատապարտելով, բայց միևնույն ժամանակ չպետք է կրկնի։ Մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը ընդհակառակն է իրականացնում այդ փողոցային բառապաշարով ինքը ապացուցում է եւ փաստում է այն, որ մենք երբևիցե մեր նորագույն պատմության ընթացքում չենք ունեցել իշխանություն, չենք ունեցել ղեկավարներ, որոնք որ այդպիսի բառապաշարով են խոսել։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ես կարծում եմ, որ այս ընտրություններում ձևավորված է երկու ճակատ, առաջի ճակատում դա իշխանություններն են, երկրորդ ճակատը դա ընդդիմությունն է եւ ընդդիմության ճակատում կան մի քանի դաշինքներ, կան մի քանի բևեռներ, ամեն ինչ պետք է անեն եւ երբ որ մենք վերլուծում ենք, նախ եւ առաջ սոցհարցումները ցույց են տալիս, որ այս իշխանությունների ուղղակի ռեյտինգը իջել է եւ իջնում է, որովհետեւ յուրաքանչյուր նաեւ 3 ազգային ժողովի վերջին իր խոսքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւս անգամ իր ռեյտինգին ինքը հարվածում է նրանով, որ երկրի ղեկավարը չպետք է այդպիսի փողոցային տրամաբանությամբ շփվի եւ падգամավորների եւ նաեւ մեր ժողովրդի հետ եւ այդ համախմբումը գոնե այն առումով, որ այսօրվա իշխանությունների վերարտադրությունը չպետք է թույլ տալ եւ նաեւ հետագայում նրա հետ չպետք է կոալիցիա կազմել, միանշանակ ընդունելի է եւ կարծում եմ, որ հաջողություններ լինելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընդդիմության կողմից լինեն հաջողություններ եւ այս իշխանությունների վերարտադրությունը չլինի։ Սիվիկ Շնորհակալություն, պարոն Օհանյան, ձեր խոսքում անդրադարձակ հպանցիկ Ղարաբաղյան խնդրի կարգավորման քրոնոլոգիային, բայց չգիտես ինչու 18-ից սկսած եւ արձանագրեցիք, որ բանակցային process-ը տապալեց կառավարող ուժը Նիկոլ Փաշինյանը եւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմ։ Պարոն Օհանյան, հրաշալի առիթ է ընձեռվել, որպեսզի ձեզ որպես 2016 թվականի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի տամ այս հարցը։ Խնդրում եմ ասեք, պարոն Օհանյան, 2016 թվականի
Կարորյա պատերազմը ինչի պատճառ էր, ով տապալեց բանակցային գործընթացը, Սերժ Սարգսյանը տապալեց, Ալիևը տապալեց, դուք պաշտպանության նախարար եք եղել եւ վստահ եմ քաջատեղյակ եք եղել նաեւ բանակցային խոհանոցում տեղի ունեցող մանրամասներին եւ երկրորդ հարցեր թույլտվությամբ ձեր քիչ առաջ հնչած խոսքից տպավորություն ստեղծվեց, որ դա ձեր կարծեք հրաժեշտի խոսքն է ուղված ձեր ընտրողներին։ Ուզում եմ հարցնել պարոն Օհանյան, դուք արդյոք քանի որ չեք ընդգրկվել Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում, դադարեցնելու եք ձեր քաղաքական գործունեությունը եւ հեռանալու եք քաղաքականությունից, թե շարունակելու եք մնալ, գուցե այլ կուսակցություն ձևավորեք եւ ձեր աջակցությունը այսօր ընդդիմադիր որ բևեռին եք հայտնելու Բարգավաճ Հայաստանին, Ուժեղ Հայաստանին, թե Հայաստան դաշինքին, նկատեմ, որ ձեր թիմակիցներից մեկը Տիկին Էլինար Վարդանյանը 2017 թվականին օրո դաշինքում էր ձեր ձևավորած եւ այժմ հանգրվանել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Երևի սկսեմ վերջից, ես մի քանի անգամ ասել եմ դրա մասին եւ կարծում եմ, որ այսօր ձևավորվող քաղաքական դաշտում ընդդիմադիր դաշտում ձևավորող նոր դաշինքը, Հայաստան դաշինքը իր մեջ պարունակում է ոչ միայն նախկին դաշինքի ղեկավարի աջակից ուժերը, անհատները եւ ոչ միայն հայ հեղափոխական դաշնակցությունը, այլ նաեւ նոր կուսակցություն, առաջ կուսակցությունը Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ եւ քանի որ դաշինքի քաղաքական ուժերը որոշակի թարմացում են ապրում, պարունակում, կարծում եմ, որ նաև թարմացում պետք է լինի ընդհանուր առմամբ նախընտրական ծրագրերում եւ նաև նախընտրական ցուցակներում։ Որոշումը իմն է, որ չմասնակցել եւ չլինել ցուցակում, բայց քանի որ թարմացված դաշինքի մեջ նաև պետք է լինի որոշակի թարմացում, ես ինձ տեսնում եմ դաշինքի կազմում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հայ հեղափոխական դաշնակցության առաջ կուսակցության հետ միասին պայքարը շարունակել, իրենց հետ եմ ես լինելու եւ իմ պայքարը շարունակելու եմ գաղափարական թե նաեւ գործողությունների մնացած բոլոր հարթակներում, աջակցելով իմ գործընկերներին եւ ազգային ժողովում եւ նաեւ մնացած բոլոր հարթակներում, եթե հնարավորություն լինի գործադիրում եւ մնացած նաեւ անկախ մարմիններում։ Ես դաշինքի կազմում եմ եւ դաշինքի հետ եմ լինելու, ընդդիմադիր դաշտի ընդհանուր հաջողությունները նաև մեր հաջողություններն են լինելու, ինչ վերաբերում է մեր падգամավորներին, որոնք որ ընդգրկված են այս կամ այն ուժերի հետ միասին, դա կապված է առաջին հերթին երևի թե մասնագիտական այսօրվա գործունեության շրջանակներում աջակցությանը տվյալ ուժերին եւ նաեւ նախկին համատեղ կուսակցական, խորհրդարանական գործողություններին, որտեղ որ ես այդ ամեն ինչը նորմալ եմ տեսնում։ Ինչ վերաբերում է 2016 թվականին, 2016 թվականի հիմնական տապալողը դա Ադրբեջանն էր։ Գիտեք, որ բանակցային գործընթացը դյուրին գործընթաց չէ, որովհետև պայմանավորվածությունները նույնիսկ հասարակ երկու մարդու հետ, երբ որ լինում է հակամարտություն, լինում է կոնֆլիկտ, շատ երկարատև են տևում, մանավանդ որ միջազգային հակամարտությունների լուծման պրակտիկան ցույց է տալիս, որ երկարատև process է, ինչ վերաբերում է Արցախի հակամարտության խնդրին, Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները, Արցախի բոլոր իշխանությունները արել են ամեն ինչ այդ ժամանակահատվածում հակամարտությունը լուծելու Արցախի ժողովրդի օգտին, մանավանդ որ վերջին ժամանակահատվածում ամրագրվել է ուղղակի ոչ միայն ուժի չկիրառման, այլ նաև Արցախի ինքնորոշման գաղափարը, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ընդհանուր առմամբ Արցախի ինքնորոշումը
կապ չունի, որովհետև Արցախը ինքնորոշվել է այնպես, ինչպես որ նույն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը խորհրդային միության օրենքների, խորհրդային միության փլուզումից հետո։ Հիմա եւ բանակցային գործընթացը, եւ նաեւ հետագայում այդ հրադադարները, որ եղել են, քանի որ ես ականատեսն եմ եղել այդ ամեն ինչի, խախտվել է Ադրբեջանի կողմից, բայց 2000 խախտվել է, այսինքն բանակցային գործընթացում իրենք մի բան խոսել են, հետագայում նաև խախտել են իրենց այդ խոսույթը, պայմանավորվածությունը։ Հրադադարի համար խնդրել են, հետագայում այդ հրադադարը իրենք նախապատրաստվել եւ հաղթել են, բայց 2016 թվականի այդ մարտական գործողություններից հետո մենք արձանագրել ենք հետեւյալը, մենք հասել ենք հաջողության եւ այդ հաջողությունը մենք որոշակի առումով նաեւ հաղթանակ ենք հաշվում այն առումով, որ մենք կարողացել ենք կանգնեցնել հակառակորդին, հակառակորդը ունեցել է ավելի մեծ նպատակներ, հենց այնպես խոսքեր չեն, սա, որովհետեւ մենք դա հայտնաբերել ենք իրենց քարտեզների, իրենց մարտավարական եւ նաեւ ռազմավարական գործողությունների գնահատման արդյունքում, բայց ամենակարևորը, որ հրադադարը խնդրել է ադրբեջանական կողմը, գլխավոր շտաբի պետերը հանդիպել են Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետի հետ, բայց ամենակարևորը, որ բանակցային գործընթացում հետագայում ամրագրվել է այն, որ ուժի չկիրառումը հակամարտության լուծման համար ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Իսկ ինչ վերաբերում է, որ ես խոսեցի, տապալել է Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացը, ամենակարևոր փաստաթուղթը 2019 թվականի, որ եղել է առաջարկություն փողզիջումային տարբերակով Արցախի ինքնորոշման գաղափարը առաջ տանել, ընդ որում ամրագրելով շատ բաներ, որոնք որ պետական կառույցներին հարիր պետական կառույցներ պետք է լինեին Արցախում, ընդ որում նաև անվտանգային համակարգում։ Ինքը այս փաստաթուղթը ուղղակի ծալել եւ դրել է տակը, հետագայում մանիպուլյատիվ խոսակցությամբ ասել. մենք չենք կարողանում ոչ մի փաստաթուղթ գտնեինք, ամեն մի փաստաթուղթ կամ կարող ենք գտնել, չգիտեմ, սառնարանի տակ, ինչ որ պահարանի հետևում, դա սուտ է, որովհետև եթե այդպիսի իրավիճակ է տիրել, այդ նշանակում է մենք արտգործ նախարարություն չենք ունեցել։ Արտգործ նախարարությունում եղել է բավականին պատշաճ մակարդակի գործավարություն եւ այդպիսի փաստաթղթերը կարող էին կորչել միայն Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ժամանակ։ Պարոն Օհանյան, դուք այնուամենայնիվ չպատասխանեցիք իմ շատ կոնկրետ հարցին։ Ինչու տեղի ունեցավ 16 թվականի քարոզիա պատերազմը։ Պատճառը, գլխավոր պատճառը ո՞րն էր։ Հաճախ ընդդիմադիր տարբեր գործիչների շուրթերից լսում ենք, որ իդեպ նախկին իշխանության ներկայացուցիչ, որ Ադրբեջանը բանակցային process-ում ապակառուցողական էր, նա էր վիժեցնում բոլոր պայմանավորվածությունները եւ այլն։ Բայց ստացվում է, որ Ադրբեջանն այդ ապակառուցողական Ադրբեջանը 2018 թվականից հետո դարձավ կառուցողական, բանակցային գործընթացը չվիժեցնող եւ ապակառուցողական կողմը փաստորեն դարձավ Հայաստանը։ Շնորհակալություն։ Ես ասացի, որ հիմնական խախտողը դա Ադրբեջանն է եւ բոլոր ժամանակահատվածներում Ադրբեջանն է խախտել այդ գործընթացը։ Ինչ։ Այդ թվում նաեւ 20 թվականին, բայց 20 թվականի համար հիմա 16 թվականին բանակցային գործընթացում չունենալով որոշակի հաջողություններ Ադրբեջանն է հրահրել այդ պատերազմը, 1, իսկ երկրորդ 20 թվականի պատերազմը բանակցային գործընթացի ուղղակի խաթարման եւ նաեւ Տաուշյան գործողություններից հետո որոշակի հրահրման արդյունք է։ Պարտությունից հետո մեր ղեկավարությունը, ճակերտներով ղեկավարությունը այսօր
գտնում են պարտադրանքի ներքո, գտնում են ճնշումների ներքո եւ այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ որ եթե հասարակ դատավարական process-ի բովանդակությամբ ես բնութագրելու լինեմ, փոխվել են մեղադրյալի եւ մեղադրողի վիճակը, մենք փոխանակ մեղադրող լինենք Ադրբեջանին որպես հանցագործի, մենք այսօր հայտնվել ենք մեղադրյալի վիճակում եւ առանց պաշտպանի, որովհետեւ մենք հրաժարվել ենք բոլոր մեր պահանջներից, մեր շահերից բխող բոլոր գործողություններից, որ այսօր տեղի են ունենում հայ-ադրբեջանական, այսպես հակամարտության եւ ճակերտներով ասած, այսպես խաղաղության գործընթացի շրջանակներում։ Պարոն Օհանյան, մեր ժամանակը սպառվեց, Խնդրեմ։ ներողություն, խնդրում, շնորհակալ եմ։ Շնորհակալություն դեքս։